Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգելի ՍԼՄ ներկայացուցիչներ, հերթական հրատապ եթերն է, արդեն վատ ենք զգում, բայց սա բոլորիս գործն է ու հենց նման իրավիճակների դեմ է մեր պայքարը, կրկին առավոտվանից արշավ է մեր քաղաքական ուժի ուժեղ Հայաստանի նկատմամբ, խուզարկություններ են, բերման են ենթարկվել մեր համակիրներ և մեր ցուցակի կին ներկայացուցիչ, սա բավականին մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք արդեն ցույց ենք տվել ու հայ ժողովուրդն է ցույց տվել, որ յուրաքանչյուր մեկ անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարի ճանապարհից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը, այնպես որ ժողովուրդ ջան, մենք հիմա ուղևորվում ենք հակակոռուպցիոն կոմիտե, Մոսկովյան 1 հասցեում, ուղղակի այս պայդրությամբ ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների մուտքը, մեր համակիրները, գործընկերներս բերման են ենթարկվել և թույլ չեն տալիս մարդկանց պաշտպանության իրավունքի իրացումը, կարծում եմ տրամաբանական ու հասկանալի է պատճառը, խնդրում եմ աջակցությունը ԶԼՄ-ների կողմից լուսաբանումը, Ժողովուրդ ջան, ինչ արած, մինչև հունիսի 7-ը երևում է ճանապարհ ունենք անցնելու, իսկ փոքրիկ խմբակին էլ կոչ, ինչպես ասել էր մեր համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը, փորձեք այս կռիվը տղամարդավարի իրականացնել, մեկ էլ սպասում եմ մեր երկրում ոնց որ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններ կային, ֆեմինիստներ կային, մարդիկ կային, ովքեր իրավունքի համար կռիվ էին տալիս, հիմա երկուստեք, ՀԿ-ների տեսանկյունից, համ ընտրական իրավունքի, ընտրական գործընթացի հավասարության սկզբունքն է բացահայտ խախտվում, սրանք միջամտություններ են ու մեր քաղաքական ուժի համար բոլոր անհավասար պայմաններն են ստեղծվում, երկրորդն էլ կանանց իրավունքների տեսանկյուններից, արդյոք նորմալ է, որ կնոջը թիրախավորում են հենց սեռով պայմանավորված և փորձում են ընկճել պայքարից, ասելով գնա կոպիտ ասած խոհանոց գործարը, այնպես որ հարգելիներս կհանդիպենք քիչ անց։